Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 29-ն է։ Ես ողջունում եմ Սփյուռքայությունը, Արցախայությունը, բոլոր առանց բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Լուրջ process-ներ են գնում Հայաստանի շուրջ, մեր տարածաշրջանի շուրջ, հետխորհրդային տարածքում, դուք բոլորդ ականատեսնենք, ոնց Պուտինը փչացնում է քաղաքականապես Դոնալդ Տրամփին, Միացյալ Նահանգների նախագահին, անընդհատ խաբում է Դոնալդ Տրամփին, անընդհատ խոստում է տալիս դադարեցնել պատերազմը, հավաստիացնում է, Դոնալդ Տրամփը հավատում է, ինչու է հավատում դժվար է ասել, բայց հավատում է, հետո Պուտինը նորից խախտում է պայմանավորվածությունները, լրջագույն հարձակումներ է կատարում Ուկրաինայի դեմ ուղղված, պարզ է, բոլորը հասկանում են, որ կարելի է խաբել Տրամփին, կարելի է անտեսել Տրամփի կարծիքը։ Այս թեմայից անպայման այսօր կխոսենք։ Թրամփը անընդհատ վերջնագրեր է ներկայացնում Պուտինին, հիմա էլ տվեց 2 շաբաթ, արձագանքեց Ռուսաստանը, դրա մասին կխոսենք, բայց ընդհանուր process-ը դիսկրեդիտացնելու Տրամփին գնում է, բավական հաջող այդ օպերացիան անցկացնում է Պուտինը, ու դա թույլ է տալիս Պուտինին շարունակել լայնամասշտաբ պատերազմ Ուկրաինայի դեմ։ Դրա շուրջ անպայման այսօր կխոսենք, քանի որ հետևանքները Թրամփի համար ծանրագույնն են։ Նույնիսկ մեր հարևան երկրները, Վրաստանը եւ Ադրբեջանը հրաժարվեցին ընդունել դեսպաններին Միացյալ Նահանգների։ Ու այդ պատմությունը շատ հետաքրքիր պատմություն է, այսօր դրա մասին մենք կխոսենք։ Անպայման կխոսենք ինչ է ուզում մեզանից Ադրբեջանը, ինչ է ուզում մեզանից Ռուսաստանը, ինչի մասին էին աղմկում Ալիևը, Ադրբեջանի նախագահան Լաչինում եւ Բելաուսովը, Ռուսաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում, ինչի են աղմկում երեք նույն թեմայից Սյունիքից խոսացին, Ադրբեջանը օգտագործում է արևմտյան Ադրբեջան եզրույթը, ինչ են ուզում Հայաստանից։ Ադրբեջանը այսօր մայիսի 29-ին առավոտ շուտ կրակել է Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասվել է բնակելի շենք, բարեբախտաբար վիրավորված մարդիկ չկան, բայց Ադրբեջանը ինչ է ուզում։ Ես պնդում եմ, ոնց Ռուսաստանը ուզում է ամբողջ Ուկրաինան գրավել, վերացնել Ուկրաինայի պետականությունը, նույն ձևի Ռուսաստանը Ադրբեջանի հետ ուզում են վերացնել հայոց պետականությունը։ Հայ ժողովրդի հայկական քաղաքակրթությունը ուզում են վերացնել։ Ադրբեջանը ուզում է մեր ժառանգությունը իրան վերագրել, այդ ուղղությամբ գնում է, ֆալսիֆիկացնում է պատմությունը, բայց Ռուսաստանի հետ միասին ակնհայտ է, որ ուզում են վերացնել հայոց պետականությունը։ Անպայման այսօր այդ հարցերից մենք կխոսենք, նաև մի քանի խոսք ես կասեմ այն process-ի, որը գնում է Շվեյցարիայում, կապված արցախահայության իրավունքների մասին։ Ես միշտ ողջունում եմ Սփյուռքայության այն նախաձեռնությունները, տարբեր կազմակերպությունների, ավանդական, նոր ստեղծված, ովքեր պայքարում են արցախահայության իրավունքների համար, նաև իրավունքի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ Արցախ։ Ու մեծ կոնֆերանս է գնում Շվեյցարիայում, այնտեղ նաև ելույթ ունեցավ կաթողիկոս Գարեգին II, անպայման մի երկու խոսք կասեմ իր ելույթի մասին։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Առաջին թեման, կարևորագույն թեման կապված Ռուսաստան-Ուկրաինայի կոնֆլիկտի հետ։ Դուք գիտեք,
Գերմանիայի կանցլերը մտավ իր լիազորությունների ուժի մեջ, մենք խոսել ենք դրա մասին, Ֆրիդրիխ Մերցը, ինքը նշանակեց արտգործնախարար Յոհան Վադեփուլ, որը լրջագույն հայտարարությունն արեց, նաև արեց, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան համատեղ պետք է ուժեղացնեն սանկցիոն քաղաքականությունը Ռուսաստանի դեմ, որ Ռուսաստանը ուզենա խաղաղություն, չի ուզում Ռուսաստանը, խոստում տալիս է, շարունակում է կրակել, ոչնչացնել Ուկրաինան։ Washington Post-ը ասում է, որ իրենց տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստում է մեծ արշավ, մեծ հարձակում Դոնեցկում եւ Լուգանսկում Ուկրաինայի զորքերի դեմ։ Դուք գիտեք, Դոնեցկը, Լուգանսկը Ռուսաստանը ամբողջությամբ չի կարող տիրապետել, գրավել ու այդ արշավը մոտ ժամանակներս պլանավորում է Ռուսաստանը։ Ես պետք է ասեմ, որ Դոնալդ Տրամպը կամաց խելքի է գալիս, կորցնելով լրջագույնս իր վարկանիշը աշխարհով մեկ, քանի որ Պուտինը անընդհատ խաբելով Տրամպին, անընդհատ խոստում տալով, որ խաղաղություն կհաստատվի, շարունակելով պատերազմը, պարզ է վարկաբեկում է Տրամպին, որը խոստումներ է տալիս, տվել է եւ ամերիկացիներին եւ աշխարհին, որ կանգնացնի պատերազմը։ Պուտինը իրան քաղաքականապես փչացնում է, այդպես ձևակերպեմ։ Դոնալդ Տրամպը դա հասկացավ ու դուք գիտեք, այս վերջի իր ելույթները վերջի 2-3 օրվա մեջ շատ կոշտ էին, ինքը ասեց Պուտինը գժվել է, հիշում եք, հետո ասեց, որ Պուտինը խաղում է կրակի հետ։ Ռուսաստանում շատ ցավոտ դա ընկալվեց, դա վիրավորական խոսքեր են, Տրամպին Պուտինը հասցրեց, Տրամպը այդպես կոշտ ասեց ու ասեց, որ 2 շաբաթ միայն տալիս եմ Ռուսաստանին, Պուտինին, որ խաղաղություն հաստատվի։ Դմիտրի Մեդվեդևը, նախկին Ռուսաստանի նախագահն, սկսեց նորից վախացնել աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմով, միջուկային պատերազմներով։ Մեդվեդևը նաև ուղղակիորեն սկսեց սպառնալ Գերմանիային, ասեց Գերմանիան նորից դարձավ մեր թշնամին ու ոնց ջախջախեցինք Գերմանիայում ֆաշիզմը, նույնը հիմա կջախջախենք։ Բայց մյուս կողմից Պուտինը շատ լավ հասկանում է, որ թույլ են, չեն կարող կոտրել կամքը Ուկրաինայի ժողովրդի, ինչի մասին է խոսքը, Ամերիկայի դեմ ինչ որ խաղեր տալ։ Դա է պատճառը, որ Ռուսաստանը հայտարարությունով հանդես եկավ ու ասեց, որ հունիսի 2-ին իրանք պատրաստ են գնալ Ստամբուլ ու հանդիպել Ուկրաինայի պատվիրակության հետ։ Դուք գիտեք, Ռուսաստանի պատվիրակությունը այդ բանակցությունների շրջանակներում գլխավորում է պարոն Մեդինսկին, որը օգնականն է Պուտինի։ Ռուսաստանը պատրաստեց իր առաջարկները, մեմորանդում կոչվածը, ու առաջարկում է հունիսի 2-ին հանդիպել։ Պարզ է, որ մի կողմից Ռուսաստանը վախացնում է աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմով եւ միջուկային պատերազմներով, մյուս կողմից հասկանում է, որ եթե Տրամպը իրոք միանա Եվրոպային ու սկսի կոշտ սանկցիոն քաղաքականություն վարել, կոշտացնի, շատ ծանր է լինելու Ռուսաստանին։ Տեսակ ինչքան էֆեկտիվ Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի դրոնները, ATS-ները օգտագործելով։ Գրեթե ամեն օր բոլոր օդանավակայանները ժամերով կանգնում են։ Նաև այդ թվում Մոսկվայի այդ գլխավոր ռուսական օդանավակայանները բոլոր առանց բացառությամբ ժամերով կանգնում են, հետո սկսում են աշխատել, հետո նորից կանգնում են, քանի որ օդում բավական ուժեղացան ուկրաինացիք։ Ուկրաինացիք արձագանքեցին ու մերևը պաշտպանության նախարարը Ուկրաինայի, որը գլխավորում է Ուկրաինայի պատվիրակությունը, այն գլխավորում էր այն առաջի բանակցությունների ժամանակ, ինքը ասեց, մենք էլ մեր մեմորանդումը պատրաստեցինք, ուղարկեցինք Ռուսաստանին եւ մենք համաձայնվեցինք գնալ հունիսի 2-ին Ստամբուլ ու շարունակել բանակցությունները։ Ռուբիոն խոսեց Լավրովի հետ երեք ու պայմանավորվեցին, որ կառուցողական կլինի Ռուսաստանը։ Զգուշացնում եմ ամերիկացիներին, նորից Ռուսաստանը կխաբի, նորից բանակցություններից հետո կռմբակոծի ու ել ավելի
Դոնալդ Տրամպի վարկանիշը կանգնի։ Լուրջ է վիճակը Դոնալդ Տրամպի շատ ավելի լուրջ է, քան թե մարդիկ մտածում են։ Պուտինը կարողանում է Իրան քայլ առ քայլ իր կագբեական մեթոդներով վարքաբեկել։ Այո, Թրամփը անընդհատ ժամանակ է տալիս Պուտինին, բայց չի հասկանում, որ ընկնում է իր վարկանիշը։ Մենք երեք ձեզ հետ խոսացինք, որ Միացյալ Նահանգները առաջի անգամ է, որ ուղարկեցին մեսիջ Վրաստանին։ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ մայիսի 26-ի կապակցությամբ Տրամպը ուղարկեց շնորհավորական նամակ ու նամակը լավն էր, այնպես լավ նամակ էր, որտեղ որ Միացյալ Նահանգները ցանկություն հայտնեցին Վրաստանի հետ վերաթարմացնել հարաբերությունները, նայել ինչոց է խաղաղ այդ մթնոլորտում զարգացնել հարաբերությունները, խաղաղ բառը հիշում եք, ես ձեզ 3-4 օր ասեցի, ինձ շատ զարմացրեց, բայց իրոք լարված են հարաբերությունները, Վրաստանի կառավարությունը մի քանի կոշտ հայտարարություններ արեց Ամերիկայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի քաղաքականության մասին տարածաշրջանում, դա իրոք նեղացրեց եվրոպացիներին եւ ամերիկացիներին, մի քանի օրենսդրական նախաձեռնություն այսօրվա Վրաստանի կառավարության բերեց նրան, որ իրոք շատ բարդացան հարաբերությունները Միացյալ Նահանգներ Վրաստան, Եվրոմիության Վրաստան։ Այո, մեր շահերից բխում են, որ այդ հարաբերությունները վերականգնվեն, վերաթարմացվեն, բայց էսա ինչ կա, ու Տրամպը շատ լավ է, որ ուղարկեց նամակ Վրաստանին։ Բացի դրանից, Մարկո Ռուբիոն հանձնարարեց Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը Միացյալ Նահանգների, որ ինքը գնա այդ նամակը շնորհավորական Վրաստանի անկախության եւ առաջի անկախության հետ կապված, որ անձամբ փոխանցվի Բեդզինա Իվանիշվիլին։ Ինչու հենց Բեդզինա Իվանիշվիլին բոլորս հասկանում ենք, բոլորս գիտենք, որ ռեալ ղեկավարը Վրաստանի ինքն է։ Այո, կա կառավարություն, աշխատում է, բայց ինքը այն իշխող կուսակցության Վրաստանի երազանք կուսակցության ղեկավարն է ու հենց պարզ է ամերիկացի կուզում էին կոնտակտ հաստատեին ուղղակի հենց Բեդզինա Իվանիշվիլի հետ։ Բայց Բեդզինա Իվանիշվիլին հրաժարվեց այդ հանդիպումից, ինքը առաջարկեց, որ այս նամակը Դոնալդ Տրամպի ուղերձը Վրաստանի կառավարության, որ փոխանցվի պարոն Կոբախիձեին, Վրաստանի վարչապետին, Միացյալ Նահանգների դեսպանին դա հետաքրքիր չէր։ Ինքը չարձագանքեց այդ Բեդզինա Իվանիշվիլի առաջարկին։ Իրանք ուզում էին հենց փոխանցել Բեդզինա Իվանիշվիլին։ Ես կարծում եմ տրամաբանությունը նա է, որ ռեալ ազդեցիկ ունեցող մարդը երկրում, նաև Վրաստանի կառավարությունը ձևավորող Բեդզինա Իվանիշվիլի ամերիկացիները ուզում էին ուղղակի օրեն իր հետ կապ հաստատել, բայց Բեդզինա Իվանիշվիլին մերժեց, ինքը բերեց իր փաստարկները, չի մերժեց, ինքը ասեց ես սանկցիաների տակ եմ, կարողա ուզում էին օգտագործել լծակը ինձ ճնշելու համար։ Ինչու ես մանրամասն այդ օրինակը ձեզ բերում եմ։ Պուտինը այդքան էֆեկտիվ փչացնում է Տրամպին, որ նույնիսկ այլ երկրները, նույնիսկ իմ կարծիքով տրամաբանական առաջարկությունները Տրամպի համարձակվում են մերժել։ Վրաստանը մերժեց այդ առաջարկը, որ Դոնալդ Տրամպի ուղերձը փոխանցի Բեդզինա Իվանիշվիլին դեսպանը Ամերիկայի Վրաստանում։ Ես ունեմ տվյալներ, որ Ադրբեջանի նախագահին էլ ուզում էին այն շնորհավորական խոսքերը, որը ուղեց Դոնալդ Տրամպը Ադրբեջանի անկախության հետ կապված մայիսի 27-ին, այդ շնորհավորական նամակի մասին ուղված Ադրբեջանի անկախությանը Դոնալդ Տրամպի կողմից, հիմա ես կասեմ այդ տեքստը, բայց
մենք ունենք ինֆորմացիա, որ նաև ուզում էին այդ նամակը ուղղված Իլհամ Ալիևին, փոխանցեին անձամբ Իլհամ Ալիևին Ամերիկայի դեսպանի միջոցով, որը Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն է։ Ստեղ էլ Իլհամ Ալիևը մերժեց, կա տվյալներ, որ Իլհամ Ալիևը ասեց, որ ես սպասում եի հեռախոսազանգին Դոնալդ Տրամպի։ Ինչու կարող են նույնիսկ փոքր երկրների ղեկավարները այսօր այդպես խոսել Դոնալդ Տրամպի հետ։ Դա արդյունք է այն սխալների, որը անում է Դոնալդ Տրամպը Պուտինի հետ, որ ամեն ինչ թույլ է տալիս, որ Պուտինը անի։ Պուտինը իրան խաբում է, Պուտինը շարունակում է պատերազմը, Դոնալդ Տրամպի ասածը ոչ լսում է, ոչ հարգում է, ու պարզ է այլ երկրների ղեկավարներն էլ դա հասկանում են ու ցույց են տալիս իրանց խասյաթը, իրանց անհամաձայնությունը Ամերիկայի հետ։ Ես պետք է ստեղ ասեմ, որ այս նամակում Դոնալդ Տրամպի ուղղված Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ այդ նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ մի քանի ոլորտներում էֆեկտիվ աշխատել են, օրինակ տերորիզմի դեմ պայքարում, օրինակ էներգետիկ անվտանգության ոլորտում եւ համագործակցել են Ադրբեջանի հետ, հարևանի հետ, Հայաստանի հետ խաղաղությունը հաստատելու հարցերում։ Ճիշտ է, շատերը չգիտեն Հայաստանում, այո, հակաբեկչական համագործակցություն Միացյալ Նահանգներ Ադրբեջան կար, այն մարդկանց, ով չգիտի, պետք է ասեմ, որ փոխանակը մենք այդ ոլորտում ավելի ակտիվ աշխատենք, մինչև մենք զբաղվում ենք պրո-ռուսական քաղաքականությամբ, Ադրբեջանը այդ ոլորտը ամբողջությամբ վերցրեց տարածաշրջանում, ուրեմն Աֆղանիստանից, երբ որ դուրս են գալիս ամերիկյան զորքերը, 30% զորքերի Բաքվի ռազմական аэроպորտի միջոցով տեղափոխվեցին Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ։ Դες Աֆղանիստանից դուրս եկող ռազմական ինքնաթիռների 30%-ը հենց Ադրբեջանով տեղափոխվում էին Եվրոպա, տեղափոխում էին ամերիկյան զորքերը Եվրոպա եւ Ամերիկա։ 30%-ը։ Իրոք կա։ Փոխանակ մեկ դա անեինք Ադրբեջանն էր անում։ Բարեբախտաբար հիմա խելոքացել ենք, ստրատեգիկ պայմանագիր կնքել ենք Միացյալ Նահանգների հետ։ Էլի բարի խոսքեր կային Տրամպի նամակում Ադրբեջանի նկատմամբ, բայց շատ կարևոր մաս կար այդ նամակում, վերջի մասը, որտեղ Միացյալ Նահանգները նորից ասում են, որ միանշանակ աջակցում են այս խաղաղ process-ի, խաղաղ բանակցային process-ի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ու իրանք ասեցին, որ խաղաղ լուծումը այդ վեճերի, այդ կոնֆլիկտի Հայաստանի Ադրբեջանի միջև շատ կօգնի, որ զարգանա Հարավային Կովկասը, որ բարգավաճի Հարավային Կովկասը։ Դա շատ կարևոր է մեզ համար, то есть Միացյալ Նահանգները ասեցին Հարավային Կովկասում խաղաղություն պետք է լինի, մենք ստեղ պատրաստ ենք աջակցել, խաղաղության պայմանագիրը մենք ողջունում ենք, որ հասանք վերջնական տեքստի ու Միացյալ Նահանգները խրախուսում են, որ վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը ու իրոք բարգավաճի Հարավային Կովկասը։ Անչափ կարևոր մասն է մեզ համար։ То есть Միացյալ Նահանգները նորից սկսեցին ակտիվ զբաղվել Հարավային Կովկասում, դուք հիշում եք, մենք ասել ենք ձեզ, Ուիտկոֆի հայտարարությունը վերջի ժամանակվա Մարկո Ռուբիո մի քանի հայտարարություններ ցույց են տալիս, որ Հարավային Կովկասի հարցերով սկսեց զբաղվել Միացյալ Նահանգները։ Սկզբից կենտրոնում էին Ուկրաինայի խնդիրը, Գազայի խնդիրը, Իրանի խնդիրը ու մնում են այդ խնդիրները, Միացյալ Նահանգները զբաղվում են այդ խնդիրներով, բայց պարզվեց, որ Հարավային Կովկասի խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունը կամ չլուծված հարցերը շատ ու շատ ավելի հեշտ է լուծել ու կարողացան, չգիտեմ, մերոնք,
այլ խաղացողներ ապացուցել ամերիկացիներին, որ զբաղվեք նաև Հարավային Կովկասում, ստեղ կլինի success story, հաջող պատմություն, ստեղ կարելի է հասնել արդյունքի, քանի որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, մնաց վերջի քայլը անել։ Ու ամերիկացին կամաց եկան։ Ու պատահականություն չի, որ Դոնալդ Տրամպը շնորհավորեց անկախության օրվա կապակցությամբ եւ Ադրբեջանը եւ Վրաստանը։ Դուք գիտեք, այդ 26 մայիսի Վրաստանի անկախության օրն է, 27 մայիսի Ադրբեջանի, դա նաև պաշտոնական անկախության օրերն են, ոչ միայն առաջի հանրապետության օրերն են։ Մեր պաշտոնական անկախության օրը դուք գիտեք, սեպտեմբերի 21-ն է, բայց առաջի հանրապետության օրը մայիսի 28-ն է։ Երեք խոսացել ենք դրա մասին։ Բայց միտքս ինչու՞մ է։ Դուք տեսնում եք կամաց Միացյալ Նահանգները ուշադրությունը ուղղում են Հարավային Կովկասի, մենք պետք է փորձենք օգտվենք դրանից։ Ինչ որ նախաձեռնություններով հանդես գանք։ Բայց նորից կրկնում եմ, եւ Ալիևը, եւ Բիձինը Իվանիշվիլի հրաժարվեցին ընդունել այս ուղերձը Տրամպի անմիջապես Ամերիկայի դեսպաններից Վրաստանում եւ Ադրբեջանում։ Ինչու համարձակվեցին մերժել։ Շատ հասարակ պատճառով աշխարհը ցույց է տալիս զարգացումները, ոնց է Պուտինը խփում Տրամփին, ոնց է կոպիտ ասած քաղաքականապես թուլացնում, վարկանիշը գծում Տրամփի, ու պարզ է, որ այլ երկրներն էլ իրենց խասյաթը, իրենց անհամաձայնությունը ցույց են տալիս։ Իմիջիայլոց Մարկո Ռուբիոն էլ շնորհավորեց Ադրբեջանին, Իլհամ Ալիևին այս Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ, ինքը ասեց, որ մենք գիտակցում ենք, որ աճում է դերը Ադրբեջանի եւ որպես էներգա մատակարար երկիր եւ որպես տրանսպորտային հանգույց։ Այդ բառերը ասեց։ Բացի դրանից Մարկո Ռուբիոն ասեց Ադրբեջանին այնուամենայնիվ մենք ուզում ենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ազատությունները նաև ԶԼՄ-ների հարգվի։ Դες ինքը մի կողմից գոված Ադրբեջանին, մյուս կողմից քննադատեց այդ նամակում։ Ուրեմն Միացյալ Նահանգները ավելի ակտիվ են սկսել զբաղվել Հարավային Կովկասով, համոզված են, որ Հայաստանի կառավարությունը դա տեսնում է ու անպայման պետք է նախաձեռնություններով հանդես գանք։ Ես պետք է ասեմ ուղղակի մեկ-երկու խոսք ինչի մասին։ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների մասին։ Դուք գիտեք, մենք շատ ենք ձեզ այդ խոսացել թեմայով, դինամիկա կա, ինչ որ շարժ կա։ Ընդհանուր եկան Միացյալ Նահանգները եւ Իրանը, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, Իրանը համաձայն է։ Անհամաձայնությունը հարստացված ուրանի հետ է կապված։ Հարստացված ուրանից Իրանը չի ուզում հրաժարվել։ Ամերիկացի կոշտ ճնշում են, հիմա թուլացավ ճնշումը, ինչքան ես հասկանում եմ, այս հարցով կարող են գան ընդհանուրի։ Որտեղից ես նաև դա տեսնում եմ, այդ նորությունը, որի մասին ուզում եմ ասել։ Պարզ է, եթե հարստացված ուրանի հետ Ամերիկան համաձայնվի, որ հարստացումը ուրանի լինի Իրանում, ու լինի այդքան, որ հերիք լինի ատոմակայաններ օգտագործել, խաղաղ ճանապարհով միջուկային էներգիա օգտագործել, բայց վտանգ կա, որ հարստացումը կբարձրանա տոկոսը ու զենք կարտադրի Իրանը։ Ուստեղ պետք են դիտորդներ, պետք են ինստիտուտներ, մեխանիզմներ, որ ստուգեն, որ Իրանը այդ չափը չանցնի, հարստացման ուրանի չափը չանցնի, այն համապատասխան տոկոսները։ Ուստեղ հանդես եկավ Ռաֆայել Գրոսին, դուք գիտեք, ատոմային էներգիայի միջազգային գործակալության շեֆ, ՄԱԳԱՏԵ մենք ճանաչում ենք անունը, միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը, ինքը հանդես եկավ հայտարարությամբ ու ասեց, որ այն սահմանափակումները, որոնք մտցվում են, որ Իրանը չկարողանա ստանալ միջուկային զենք, Իրանը համաձայնվեց
Ամերիկան համաձայն է, այս սահմանափակումների համար անպայման պետք է դիտորդական ինսպեկցիոն ՄԱԿ-ի խմբեր մտնել Իրան։ Դες այդ որպես նախապայման պետք է լինի։ Իրոք Տրամպն էլ ասեց, որ Իրանի հետ կար առաջընթաց ու այս առաջընթացին արձագանքեց հենց այդ հարցերով զբաղվող գործակալությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Իրանք ասեն, ուրեմն ինսպեկցիոն խմբեր պետք է համաձայն լինի ընդունել Իրանը ու դրանով կլուծվի հարցերը։ Մեզ համար դա ակնհայտ ձեռնտու է, մեզ պետք չի, որ շարունակվի լարվածությունը Միացյալ Նահանգների Իրան միջուկային ծրագրերի հետ կապված։ Հիմա անցնում ենք այսօրվա գլխավոր հարցին։ Ինչ է ուզում Ռուսաստանը Ուկրաինայից բոլորս հասկանում ենք, Ռուսաստանը ուզում է ամբողջ Ուկրաինան գրավել։ Դա հասկացավ նույնիսկ Տրամպը։ Պատկերացնում եք Տրամպը, որը հավատում է Պուտինին, իրոք հավատում է, նույնիսկ ինքը հասկացավ, որ իրան խաբում են, որ ամբողջ Ուկրաինան ուզում է գրավել Պուտինը, ու Տրամպը ասեց, դա չի կարող լինել, չի լինի, մենք Ռուսաստանը ուղղակի կքանդենք։ Ես ասեցի ձեզ նոր, որ Ռուսաստանը արձագանքեց, Մեդվեդևը սկսեց վախացնել, բայց մյուս կողմից Ռուսաստանը հասկանում է։ Եթե Միացյալ Նահանգները միանա Եվրոպայի հետ, Տրամպի Միացյալ Նահանգները միանա Եվրոպայի հետ, շատ վատ է լինելու Ռուսաստանին, Ռուսաստանը տեխնոլոգիապես իրոք շատ հետևած, Ուկրաինան ձև գտավ պայքարելու էֆեկտիվ աթեզներով։ Հիմա օդը Ռուսաստանի անվտանգ չի, անընդհատ аэропортները փակվում են, լրջագույն տնտեսական ստանում է վնասներ Ռուսաստանը։ Ու Պուտինը համաձայնվեց, որ հունիսի 2-ին Ստամբուլում շարունակվեն բանակցությունները ուկրաինացիների հետ։ Բայց ինչ է ուզում մեզանից Իլհամ Ալիևը, ինչ է ուզում մեզանից Ռուսաստանը։ Ուրեմն նորից կրկնում եմ, ես պնդում եմ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին ուզում են զրկել մեզ անկախությունից։ Ոչ միայն զրկել մեզ Սյունիքի ճանապարհներից։ Դա է ուզում են։ Ուղղակի իրենք գիտեն, եթե զրկեն մեզ Սյունիքի ճանապարհներից, մենք կդառնանք թերի պետություն։ Այս պետություն, որը չի կարողանալու ապրել առանց ուրիշների։ Հիմա մենք շանս ունենք ինքնուրույն քաղաքականություն վարել, ինքնուրույն ծրագրեր անել, համագործակցելով հարևանների հետ, այլ երկրների հետ։ Եթե Սյունիքի ճանապարհները օտարվեն, պարզ է Հայաստանը ծանրագույն վիճակի մեջ կլինի։ Ես պնդում եմ, որ եւ Իլհամ Ալիևը եւ Վլադիմիր Պուտինը որոշում համատեղ ընդունել են։ Զրկել հայ ժողովրդին անկախ պետականությունից եւ ոչնչացնել հայկական քաղաքակրթությունը, տիրել այն մեծ ժառանգությունը, որը ստեղծեց հայ ժողովուրդը։ Ես պնդում եմ դա, որտեղից ես տեսնում եմ մարդ, որը կողմնակից է, որ լինեն բանակցություններ, մարդ, որը կողմնակից է, որ ստորագրենք խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի։ Ես այն մարդն եմ, բայց միաժամանակ ես տեսնում եմ, որ Ադրբեջանը չի կանգնում, Ադրբեջանի հերետորաբանությունը կոշտ հակահեկական շարունակվում է։ Այսօր գիշերը առավոտ շուտ կանուխ նորից Ադրբեջանը կրակել է, ասել եմ ձեզ, Խոզնավար գյուղի ուղղությամբ վնաս հասցրեց մեկ տանը, մեկ բնակելի շենքին։ Հիմա նայենք ինչ է ասում Ալիևը։ Այս երեկվա մասին է խոսքը։ Դուք գիտեք, Լաչինում հանդիպել էին Ալիևը, Էրդողանը եւ Պակիստանի վարչապետը։ Բացեցին Լաչինի օդանավակայանը։ Ու ինչ է ասում Լաչինում Ալիևը։ Ինքը ասում է, որ առաջի Ադրբեջանի Հանրապետությունը կարճ ապրեց։ Ու ինքը ասում է անարդար էր, որ առաջի Ադրբեջանի Հանրապետությունից օտարել են
արևմտյան Զանգեզուրը։ Նու ինքը նկատի ունի Սյունիքը, այսօրվա մեր Սյունիքը։ Օտարել է ու Ադրբեջանից խլել են տվեցին Հայաստանին։ Ակնհայտ տարածքային նկարտումներ հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ։ Ու ինքը ասում է դա անարդար էր, ու այս անարդարության հետ Ադրբեջանի ժողովուրդը այսօր էլ երեսվում է։ Այնտեղ հայտարարվեց, որ երեք պետություններ, Թուրքիան, Ադրբեջան, Պակիստանը մեկ ազգ են։ Նախկինում հիշում եք, ասում էին երկու պետություն, Թուրքիա, Ադրբեջան մեկ ազգ։ Հիմա ասում են երեք պետություններ, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան մեկ ազգ։ Բայց դա շատ ուշագրավ բաներ են։ Օդանավական Ալիև բացում ես, բաց գնա։ Բայց ինչ կապ ունի դա այդպես կոչված արևմտյան Զանգեզուրի հետ, ինչ կապ ունի Սյունիքի հետ, բայց ինքը նորից ի պաշտոնե բարձրացնում է այդ հարցերը։ Սինխրոն աշխատում է Ռուսաստանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Անդրեյ Բելաուսովը նույն երեք, երբ որ զուգահեռ բացվում էր Լաչինի օդանավակայանը ու Ալիևի ելույթներ, նաև արևմտյան այդպես կոչված Զանգեզուրի հետ կապված, տեսակ, ես չեմ խոսում արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության մասին, դա 60%-ն է Հայաստանի իրանք այդ գաղափարի մեջ մտցնում է Ադրբեջանը, 60% է Հայաստանի։ Ես խոսում եմ արևմտյան Զանգեզուրի եզրույթի, որը օգտագործեց Ադրբեջանը, Ալիևը, նախագահ Ադրբեջանի, խոսելով Սյունիքի մասին։ Հիմա Բելաուսովը ինչ ասում։ Ինքը ասում է, լարվածությունը պահպանվում է Սյունիքի, Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ։ Սյունիքի մարզի շուրջ ինքը ասում է, լարվածությունը պաշտպանվում է։ Հա, Ռուսաստանը, Մոսկվան շահագրգռված է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Երևանի եւ Բաքվի միջև, ինքը ասեց Բաքվի եւ Երևանի միջև, ու Ռուսաստանը պատրաստ է աջակցել, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց ինքը ասեց լարվածությունը կապված Սյունիքի մարզի հետ շարունակվում է։ Տեսեք, ինչ սինխրոն աշխատում են։ Ալիև ասեց Սյունիքի մարզը դա Ադրբեջանն է, արևմտյան Զանգեզուրն է, Բելաուսովը ասեց դրա շուրջ կա լարվածություն։ Այս Հայաստանի տարածքն է, Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է դուք չեք ճանաչում Բելաուսով։ Բայց վտանգը նրանում է, որ դա չի ասել Ռուսաստանի արտգործնախարարը։ Դա ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը Անդրեյ Բելաուսովը։ Հիշեք հայեր, բան պետք չի մոռանալ։ Հիշեք ինչ էին ասում Շոյգուն։ Հիշում եք Շոյգուն ինչ էր ասում պատերազմից անմիջապես հետո 2020 թվականին, որ մենք Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ, Թուրքիայի բանակի հետ էֆեկտիվ օպերացիա անցկացրեցինք Լեռնային Ղարաբաղում։ Ու ցանկացած այս ձևի հայտարարություն պաշտպանության նախարարի հնչող Ռուսաստանի պաշտպանության նախարարից հիմա նոր նախարարն է, բայց սպառնալիքները եթե նախկինը Լեռնային Ղարաբաղի հետ էր կապում, նորը հիմա կապում է Սյունիքի հետ։ Այո, Ռուսաստանը Ադրբեջանի հետ մի հատ էլ ասում եմ, կասկած ես չունեմ, ուզում են զրկել մեզ անկախությունից։ Հիմա մեկ դիտողություն կապված Գարեգին Երկրորդի մեր կաթողիկոսի ելույթի հետ կապված Շվեյցարիայում։ Դուք գիտեք Շվեյցարիայում մեծ ֆորում է գնում, մեր հայ համայնքը, Շվեյցարիա պարլամենտը ակտիվ են այս հարցում, ողջունում եմ այդ աշխատանքը հայ համայնքի Շվեյցարիայում կապված ինչի հետ արցախահայության իրավունքի հետ վերադառնալ հայրենիք, արցախահայության այլ իրավունքների մասին մեծ ֆորում է ու կաթողիկոսի Գարեգին Երկրորդը ելույթ ունեցավ։ Ну դուք ասեք դե հիմա ելույթ ունեցավ, այն մյուս մասը, երբ որ ինքը պատմում էր, որ հանեցին հայերին, որ հայերը շրջափակման մեջ էին, որ Ադրբեջանը ցեղասպանության քաղաքականություն է վարում, ստեղ ես ասելիք չունեմ,
բոլորը գիտեք այդ պատմությունը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետ կապված, բայց ինքը ասեց Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ռազմական գործողություններ ծավալում Արցախայցան դեմ։ Գիտեք, ես չգիտեմ ով է պատրաստում կատողիկոսին այդ տեքստը, բայց Շվեյցարիայի պարլամենտի անդամները, Շվեյցարիայի քաղաքական գործիչները, այլ երկրների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են այդ կոնֆերանսին, իրենք գիտեն, որ գլխավոր ամենաբացասական մեծ համար դերը եղել է Ռուսաստանի դերը։ Ռուսաստանն էլ ոչ միայն Ադրբեջանը աջակցել է Ադրբեջանին հայաթափել Արցախը։ Ու ստացվում է, որ մենք կիսա ճշմարտություն ենք ասում։ Իրենք նստած դե հասկանում են, չէ՞։ Իրանց հատուկ ծառայությունները լավ են աշխատում։ Իրենք տալիս են օբյեկտիվ ինֆորմացիա, որ ռուս խաղաղապահները չպաշտպանեցին Արցախահայությունը։ Ռուս խաղաղապահները ադրբեջանցիների հետ միասին փակեցին Լաչինի միջանցքը։ Իրենք այդ ամեն ինչը գիտեն, հասկանում են։ Ուրեմն ինչի՞ եք խափում իրանց։ Դա գծում է արժեքը այդ խոսքի։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, խնդրում եմ բաժանորդագրվեք, կիսվեք, լայքեք, մինչ նոր հանդիպումներ։